Պարոն վարչապետ, հարպետ տվեք վերնի, առաջից էլ չեք թողეთ, ծավը տվեք։ Բազմազավակ ծնող են, ցավական, բազմազավակ ծնող են, միշտ ձեր հաջակիցն են եղել։ Իրոք է, Լեո ուր ես, Լեո։ Բարև Սիմոյան ջան, ոնց է։ Քարտես տա։ Քարտես։ Նիկոլ վարչապետ, 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 Նիկոլ վարչապետ։ Փաշյան, քարտեզնից։ Խնդրեմ։ Մի հատ էլի։ Խնդրեմ։ Շատ արսի։ Բարև վարչապետ, մի հատ էլ հարևանուս։ Բարև ձեզ։ Արգակները։ Բարև ձեզ։ Երեխեք ջան, ձեզ քարտես տան։ Լեո, խվածք էլ տամ կարակ վերցնեք, թե զբաղված ա ձեր ձեռքը։ Վերցրեք, քարտեզ էլ տուր, քարտեզ տուր։ Երեխեք քարտեզ կարող եք վերցնել, պայուսակ ունեք, պայուսակ ունեք։ Երեխեք ջան, վայ։ Կերպանդ դիր, կերպանդ դիր։ Եղբայր, սենց քայլելիս եթե կարակ նկարվեք։ Լեո արի։ Դեպոշները իշնորուտ ձեզ ախաղաղության, միշտ թող պաշտպանվի։ Երեխեք ջան վերցրեք, երեխեք վերցրեք։ Գրպանդ կդնես։ Քարտեզները տուր, տավեցի։ Ես կծնեք։ Գրպան, այս ինչ լավ գրպան ունես։ Տուր։ Գրպանը տնե։ Գրպանը տնե։ Երեխեք հոգնել եք։ Ես վերցու թխված կուքար։ Թխված կուքար։
վերցրեք թխված Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Քարտես տվեք քարտի մոտ կամ չտվեցին։ Բարև ձեզ։ Քարտես։ Ոնց ենք գնում պիկապի մոտ։ Պիկապի մոտ դուրս ենք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ ժողովուրդ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դարձացեք նոթացեք։ Ողջունում եմ բոլորիդ արանցիներ, ողջունում եմ բոլորիդ եւ Չէ։ Այս պրոբլեմա որ այսօր ամսի քանիսն է, 13-ը ընդամենը քարոզարշավի 5-րդ օրն է, բայց իմ ձենը կտրվել է, այս ոնց արնելու սրա վերջը, հետա պետք հասկանալ։ Սիրելի ապարանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորի։ Ես առիթ ունեցա ասելու, որ 2018 թվականից մինչև այս կողմ կառավարությունը Արագածոտնի մարզում շուրջ 300 միլիոն դոլարի ներդրում է արել ամենատարբեր ծրագրով։ Ներառյալ ապարան խոշորացված համայնքում մենք շուրջ 2.4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել համայնքի հետ համատեղ, որտեղ ֆինանսավորման մոտավորապես 45% իրականացրել է կառավարությունը եւ մենք շատ ուրախ ենք, որ այդ համագործակցությունը ստացվում է եւ ապարանն էլ կառավարություն եւ համայնք համագործակցության արդյունքում տեսանելիորեն փոխվում է։ Ես հիշում եմ այն ճանապարհն էլ, հիշում եք, քանի անգամ եկել եմ ճանապարհի շինարարության ընթացքում։ Գիտեմ, որ ապարանում երիտասարդական կենտրոն է ստեղծվել, որը արդեն որերորդ անգամ պլանավորում եմ, որ մտնեմ, բայց չի ստացվում։ Դուք տեղյակ եք, երիտասարդական կենտրոն լավ աշխատում է, գոհ եք, հա, իրոք, իսկ որտեղ է։ Դե նկատի ունեմ, մոտակայքում է երիտասարդական կենտրոնը։ Մոտիկա ստեղից։ Շատ լավ։ Ժորժ ջան, ես նաև ուրախ եմ արձանագրել հետևյալը, որ մենք այս ընտրությունների նախընտրական քարոզարշավ մտնում ենք մի քանի կարևոր որոշումով։ Դրանցից ամենալավը, որ ուզում եմ հիշատակեմ, երկու ամենալավը առողջության ապահովագրության համակարգի ներդրումն է եւ կենսաթոշակառուների թոշակների բարձրացումը։ Եվ ես հույս ունեմ, որ մեր թոշակառուները զգում են իրենց
կյանքում որոշակի փոփոխություն, որովհետև փոփոխությունը էական այնքանով, որ Հայաստանում միջին կենսաթոշակը առաջին անգամ համապատասխանում է նվազագույն սպառողական զամբյուղին եւ սա շատ կարեւոր եւ էական դարակազմիկ փոփոխություն է։ Ժողովուրդ 2018 թվականից մենք 5 անգամ թոշակները բարձրացրել ենք։ 16000 դրամ ա եղել 2018 թվին, ես որ վարչապետ եմ դարձել, 16000 դրամ ա եղել նվազագույն թոշակը։ Հիմա նվազագույն թոշակը 46000 դրամ է, դրան գումարած միջինում 10000 դրամ մարդիկ նաև հետ վճար են ստանում, կարող ենք հստակ վստահ ասել, որ նվազագույն թոշակը հետ վճարը ներառյալ 55-56000 դրամ է։ Եվ սա սոցիալական ոլորտի լրջագույն փոփոխություն է, որը տեղի է ունեցել մեր հանրապետությունում։ Հաջորդ փոփոխությունը առողջության ապահովագրությունն է։ 65+ տարիքի ժողովուրդը, մեր սիրելի հայրենակիցները, տատիկները, պապիկները առողջական խնդիրներ ունենալու դեպքում մեծամասամբ հիմնականում կարողանում են օգտվել առողջության ապահովագրության ծրագրից, եւ սա շատ կարևոր նորություն է, որովհետեւ 2018 թվականին ես ասում էի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիվանդանոցի դռներին պետքա չմնա, եւ այսօր 65 առողջության ապահովագրության համակարգի մեջ ներառված քաղաքացիները որևէ մեկը հիվանդանոցի դռներին չի մնում, եւ սա շատ կարևոր որոշում է, բայց դուք գիտեք, որ կառավարության հաշվին ֆինանսավորումը միջև 18 բյուջե հաշվին ավեճիշտ, միջև 18 տարեկան երեխաները առողջության ապահովագրության շահառու են եւ 65+ տարիքի թոշակառուներ են, առողջության ապահովագրության շահառու են, բայց ես նաեւ ուզում եմ ասել, որ այս որոշումը կարևոր է նաեւ երեխաների ծնողների եւ ծնողների երեխաների համար, որոնք երկու դեպքում էլ մարդիկ միշտ, հատկապես տարիքով ծնողներ ունեցող մարդիկ միշտ մի ներքին լարվածություն են ունենում, ասում են դե ծնող են տարիքի հետ մի բան որ եղավ, բա մենք ինչ ենք անելու, ոնց ենք լուծելու այդ հարցը։ Հիմա ես ձեզ եկել եմ ասելու, դուք այդ հարցը լուծելու եք հետեւյալ կերպ, ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է եւ դուք Աստված տա բոլորը առողջ լինեն, որևէ մեկը կարիք չունենա, բայց եթե այնուամենայնիվ կա խնդիր, պետությունը կանգնած է։ Ժողովուրդ ջան, 2025 թվականը մի քանի բաներով առաջին տարին է, չնայած բանը 26 թվականն էլ է, մի քանի բաներով առողջության ապահովագրությունով առաջին տարին է։ Իմիջիալով դուք գիտեք, որ Հայաստանի պատմության մեջ 2 անգամ փորձ ա եղել ներդնել առողջության ապահովագրությունը եւ 2 անգամ էլ չի ստացվել ներդնել։ Այս անգամ մենք 8 տարի հետևական, բայց ես խնդրում եմ դուք չմտածեք հանկարծ, թե մենք 8 տարի նստել ենք պարապ եւ 8-րդ տարում իրականացրել ենք։ Ոչ, առողջության ապահովագրությունը հաշվի առնելով նաեւ նախորդ շրջանի փորձը, մենք քայլ մոտեցել ենք։ Սկզբից պետպատվերի շրջանակն ենք ընդլայնել։ Հետագայում պետպատվերի ընդլայնման շրջանակի մեջ մենք ծրագրերն ենք փոփոխել, մասնավորապես օֆերտայի ծրագիրն ենք ներդրել։ Հետո ներդրել ենք էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը։ Բոլորի հետ կապված, ընդ որում մենք քննադատություններ ենք ստացել։ Որովհետև մարդիկ ամեն անգամ ասել են, դե այդ ինչ է էլեկտրոնային բանը, նախկինում ասել են, վայ պետպատվերը ավարտվեց, եւ այդպես շարունակ, անդադ sense խնդիր են եղել։ Ամեն անգամ մենք մեր առաջ մարտահրավերներ ենք դրել, գնացել ենք այդ մարտահրավերները հաղթահարել ենք, այսօր ի վերջո ես հպարտ եմ արձանագրել, որ առողջության ապահովագրությունը աշխատում է սահուն եւ բնական ճանապարհով։ Եվ այսօր թոշակառուներ, սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունում 0 կոպեկ ծախսելով ստանում 4 միլիոն դրամանոց վիրահատություններ ստանում, 3 միլիոն, 2 միլիոն, 1 միլիոն, 500,000 դրամ, այդ չեմ ասում, որ տասնյակ հազարավոր թոշակառուներ, որ քրոնիկ հիվանդություններ են ունեցել, նախկինում, երբ որ ասենք 20,000, 30,000 դրամ փող են տալիս եւ դեղեր են գնում, այսօր այդ դեղերը ստանում են
կառավարությունից, այսօր այդ տեղերը ստանում են պետական բյուջեի հաշվին, ու այս դեպքում բազմաթիվ այդպիսի թոշակառուների իրական թոշակը ոչ թե 10 + 10,000-ով է ավելացել, այլ ավելացել է 30,000-ով, 40,000-ով, եթե ճիշտ եմ ասում, ծափ տվեք ուրեմն։ Ժողովուրդ, իսկ ինչի համար ենք մենք այդ ամեն ինչը արել։ Ինչի համար ենք ընդհանրապես այն ինչ որ արել ենք եւ այն ինչ որ անում ենք, այն ինչ որ պատրաստվում ենք անել, ինչի համար ենք կառուցում մանկապարտեզներ, ինչի համար ենք կառուցում դպրոցներ, ինչի համար ենք կառուցում ճանապարհներ, ինչի համար ենք կառուցում ջրագծեր, ինչի համար ենք բարձրացնում թոշակը, ինչի համար ենք ներդրում առողջության ապահովությունը։ Կարո՞ղ ասեք, ինչի համար ենք անում մենք դա։ Ինչի համար։ Ով տարբերակ ունի, ինչի համար։ Ես օրինակ ինչի համար եմ դա անում։ Ինչի համար եմ դա անում։ Որովհետև սիրում եմ բոլորիդ, այդ դրա համար եմ անում։ Ես իմ ամենամեծագույն ասելիքը եւ գաղափարը եղել է հետեւյալը, որ եւ դա իմ իջալոց իրական Հայաստանի գաղափարախոսության շատ կարեւոր մի մաս է, երբ որ ես ասում եմ, որ պետությունը պետքա սիրի քաղաքացին, քաղաքացին պետքա սիրի պետությանը։ Եվ այսօր ես եկել եմ ձեր առաջ կանգնելու եւ որոշակի վստահությամբ Եթե որևէ մեկը ասի, որ դա չի զգում, ես այդքան էլ չեմ հավատա։ Ես եկել եմ վստահությամբ, որ դուք զգում եք ձեր հարազատ պետության, Հայաստանի Հանրապետության սերը ձեր նկատմամբ։ Ժողովուրդ, հաջորդը, ժողովուրդ, դուք բոլոր ձեր աչքի առաջ ա եղել 2020-21 թվականից ինչքան հայհոյանք, ինչքան թուքումուր, ինչքան մեղադրանք, այդ ամեն ինչի միջով անցնելով մենք կայացրել ենք որոշումներ եւ ես կայացրել եմ որոշումներ, որոնց արդյունքում շատ բարդ, շատ դժվար, համոզված եմ ձեզնից շատերն էլ այդ որոշումները իրականացման պահին հնարավոր է չի հասկացել, չի ըմբռնել, չի ընդունել, բայց ես գնացել եմ այդ ճանապարհով, գնացել եմ ամենադժվար ճանապարհով, կայացրել եմ ամենադժվար որոշումները եւ այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն։ Բայց ելի իմ հարցը հետևյալի մասին է, ժողովուրդ, ինչի համար եմ ես այդ ամեն ինչը արել, ինչի համար, հանուն ինչի եմ ես այդ ամեն ինչը արել, ես այդ ամեն ինչը արել եմ մի բանի համար, որովհետև սիրում եմ բոլորիդ, որովհետև ես համարել եմ, որ իմ պարտքն է կայացնել այնպիսի որոշումներ, որ ուրիշ որևէ մեկը չի կայացնի, եւ ես այսօր հպարտությամբ եմ եկել եւ ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում մենք 2021 թվին եկանք ձեզ ասեցինք ապագա կա, դուք մեզ հավատացիք, այսօր ես հպարտությամբ եմ եկել ձեզ ասել, որ այդ ապագան եկել է, այդ ապագան այսօր է, այդ ապագան հիմա է, մեր բազմահազարամյա պատմության մեջ ապագան միշտ մեզնից հեռու ինչ-որ մի բան ա եղել, որին մենք այդպես էլ երբեք չենք ասել, սա մեր պատմական հազարամյա պատմության մեջ բացառիկ դարաշրջան է, երբ որ մեզ եւ մեր ապագային ոչ մի տարածություն չի բաժանում, հասկանում եք, մենք հիմա այլևս կարիք չունենք երազել ապագայի մասին, մենք հիմա կարիք չունենք մտավախություն հայտնելու, մենք կհասնենք ապագայի, թե չէ, որովհետև մենք այսօր ապագայի մեջ ենք, եւ այն փաստը, որ 2025 թվականը առաջին տարին է, երկու բանով առաջին տարին է 2025 թվականը, երեք բանով առաջին տարի, չնայած որ շատ մտածեմ 4-5-6-ն է,
բայց 3-ի վրա կենտրոնանամ։ Առաջինը 2025 թվականը Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին օրացուցային տարին է, որ մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր ժողովուրդ։ «2025 թվականը առաջին տարին է, որ մենք խաղաղություն ենք ունեցել ժողովուրդ։ Եվ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ Հայաստանի պատմության ողջ ընթացքում, երբ որ Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը ավելի մեծ է, քան Հայաստանից հեռացած։ Եվ ես ձեզ եկել եմ ասելու ժողովուրդ, որ արտագաղթը կանգնել է, արտագաղթը այլևս չկա, այլ կա ներգաղթ Հայաստանի Հանրապետություն, այս է ապագան, որովհետև մենք հիշենք, տարիներով ենք երազել, մտածել, ասել ենք, տեսնես տենց տարի կլինի, ժամանակ կլինի, որ մենք զոհ չունենանք, եւ մտածել ենք, ասել ենք, այո, երևի ապագայում կլինի։ Մենք մտածել ենք, ասել ենք, տեսնես կլինի, որ մենք խաղաղություն ունենանք, եւ մենք ասել ենք, այո, ապագայում երևի կլինի։ Եվ մենք մտածել ենք, ասել ենք, տեսնես տենց տարի կլինի, որ արտագաղթ չլինի, այլ լինի ներգաղթ, եւ մտածել ենք, ասել ենք, այո, երևի ապագայում կլինի։ 2025 թվականին մենք 3-ն էլ ունեցել ենք, հիմա մենք 3-ն էլ ունենք, դա նշանակում է, որ մենք ապրում ենք այլևս այն ապագայի մեջ, որը ուզեցել ենք, որը ցանկացել ենք եւ որի մասին երազել ենք։ Բայց հիմա ինչքան էլ տարօրինակ թվա, այդ ապագան դուր չի գալիս ոմանց, մասնավորապես պատերազմի եռագլուխ գուսակցությանը դուր չի գալիս եւ եռագլուխ մաֆիային դուր չի գալիս։ Գիտեք ինչի դուր չի գալիս ժողովուրդ ջան, որովհետեւ 2018 թվականից մինչեւ 2025 թվականը ներառյալ 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար մտել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այդ այն գումարներն էր, որ հեղափոխություն չլինելու պարագայում շարունակելու էր հոսել ձեր մարդկանց, ավելի կոնկրետ պատերազմի եռագլուխ կուսակցության եւ եռագլուխ մաֆիայի գրպանները։ Նրանք 2018 թվականից Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան 6.6 միլիարդ դոլար փող են կորցրել այդ մարդիկ, որովհետև այդ փողը գնում էր իրանց գրպանը, դառնում էր իրանց դղյակներ, այսօր դառնում է դպրոցներ, դառնում էր իրանց համար ցանկապատներ, այսօր դառնում է ճանապարհներ, դառնում է իրանց համար բաներ, խորովածանոցներ, այսօր դառնում է մանկապարտեզներ, դառնում է իրանց համար, դառնում էր, լսեք, այդ մարդիկ գալիս էին 10,000 դրամի բարեգործական իբր իրա թոշակառուներին եւ մյուսներին փող էին բաժանում, 1 միլիոն դրամի ռեկլամ էին նկարում եւ հեռուստացույցներով ցույց տալիս։ Եվ սա այդ մարդկանց ձեռ չի տալիս, դրա համար է, որ նրանք այսօր էլ նոր խոսույթ են օրինել։ Տեսեք, ես Հայաստանի 8600 քաղաքացու առաջի անգամ վերադարձրել եմ, մենք բերել ենք մեր քաղաքականություններով, վերադարձրել ենք Հայաստան։ Նրանք ասում են 300,000 ադրբեջանցի է հեսա բերելու։ Եվ երեք նայում եմ, ուրեմն մի հատ ռոլիկ են նկարել, որը ժողովուրդ հլա ուշադիր լսեք, մի հատ ռոլիկ են նկարել, որը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը 300,000 ադրբեջանցի է բերելու Հայաստան։ Եվ այդ ռոլիկի վրա, ռեկլամի վրա 85,000 դոլար փող են դրել, 85,000 դոլար փող են դրել, որ այդ ռոլիկը Հայաստանում պտտվի եւ ձեր իրականությունից շեղի։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ թեմային եւ ելի ուզում եմ ասել հետեւյալը։ Իհարկե կան բարդ թեմաներ, խաղաղությունը հաստատված է, բայց Ադրբեջանի հետ մենք թեմաներ ունենք, որ դեռ պետք է այդ թեմաները լուծենք։ Եվ այդ ուզում եմ ասեմ, մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ շատ բաներ, որ
Հայաստանում եւ Ադրբեջանում կա, դա հայելայինը։ Մենք ենք խոսում վերադարձի մասին, իրանք են խոսում վերադարձի մասին։ Մենք ենք խոսում, չգիտեմ, մեր պատմական հողերի մասին, իրանք են խոսում իրանց պատմական հողերի մասին։ Ես ձեզ ուզում եմ մի հարցի վրա ուշադրություն հրավիրել։ Ուրեմն ընդհանրապես իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինչով է կարևոր։ Եվ ինչով է վտանգավոր պատմական Հայաստանի գաղափարախոսությունը։ Մի շատ կոնկրետ պատճառով։ Ժողովուրդ ջան, Բագրատունյաց թագավորությունից հետո 1045 թվից հետո 1045 թվից հետո մինչև 1918 թիվը մենք մեր այսօրվա Հայաստանի տարածքում պետություն չենք ունեցել 1045-ից 1918-ը, բայց տարածքը առանց պետության չի եղել, հասկանում եք, եղել են ամենատարբեր պետություններ, այդ ընթացքում եղել են ամենատարբեր պետություններ, եւ հետեւաբար սա շատ կարեւոր առանձնահատկություն է, մենք տենց արտահայտություն կա, որ ասում է մարդու ամենամեծ դժբախտությունն է նա, որ ինքը չի հասկանում, թե ինչքան երջանիկ է, մեր ամենամեծ դժբախտությունը այն է եղել, որ մենք չենք հասկացել, թե մենք ինչքան երջանիկ ենք, որ հազարամյակ անց ի վերջո անկախ պետություն ունենք իդեմս Հայաստանի Հանրապետության։ Եվ հիմա կարա հարց ընչի, ասվի, որ չնայած հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ որ մեր ընդդիմությունը պատերազմի եռագլուխ կուսակցությունը անդադ խոսում էր 300,000 ադրբեջանցիների մասին, հետաքրքիր բան տեղի ունեցավ, Ադրբեջանը ինքը հերքեց այդ փաստը, Ադրբեջանը ինքը հերքեց այդ փաստը, բայց ես ուզում եմ նաև պարզ լինի բոլորիս համար, այն ռազմավարական գործարքը, որը ես պատկերացնում եմ եւ իրականացնում եմ, հետեւյալն է, ես ասել եմ եւ անդրադարձել եմ եւ դրանք են եղել ծանր որոշումները, որ ես կայացրել եմ, հանուն եմ բանի, որ ես սիրում եմ, որովհետև հասկացել եմ, որ եթե այդ որոշումները ես չկայացնեմ, եւս 50 տարի, եւս 20 տարի, եւս 10 տարի կամ գուցե ավելի կարճ տարբեր կոնֆլիկտներով մեզ ես չլնեմ ձեզ Հայաստանի Հանրապետությանը սենց կոնֆլիկտների միջով քարշ են տալու միջև վերջին կաթիլը առնակամ անելու ճանապարհով ես կանգնել եմ եւ ասել եմ վերջ ընդ որում այդտեղ ամենամեծ առանձնահատկությունը գիտեք որն է մեր պատմության մեջ եմ ես անընդհատ փնտրել մեր հարցերի լուծումները, մեր չգիտեմ տեսած կլնեք, որ մեր պատմության հատորյակները անընդհատ ցույց եմ տալիս, մեր մեծագույն դժբախտությունը միշտ եղել է այն, որ մենք թույլ ենք տվել, որ մեզ անընդհատ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ Եվ հետո օգտագործելուց հետո միշտ մեզ դեն են շպրտել, մեզ թողելով բախտի քմահաճույքին։ Մեր պատմական բոլոր դժբախտությունները կապված են եղել սրա հետ։ Մեր պատմական բոլոր դժբախտությունները սրա հետ են կապված եղել։ Եվ այսօրվա առանձնահատկությունը ինչ է։ Այսօրվա առանձնահատկությունն է, որ մենք ասում ենք, մենք ենք մեր ճակատագրի տերը, մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք մեր որոշումների տերը, եւ մենք առաջնորդվում ենք միայն ու միայն մեր պետության, Հայաստանի Հանրապետության պետական շահերով, այսինքն պետության ու քաղաքացու շահով։ Որ եմ համարում պատերազմի եռագլուխ կուսակցության կողմից օգտագործվող խոսույթները։ Նրանք խոսում են, հասկանում եք ժողովուրդ, երբ որ մենք խոսում ենք տարբեր վերադարձերի մասին, երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի ժողովրդի, Բաքվի ժողովրդի, Նախճեվանի, որովհետև Նախճեվանում էլ են հայեր եղել, Բաքվում էլ են հայեր եղել, Սումգայիթում, Կիրովաբադում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բազում տեղերում, երբ որ մենք բացում ենք այդ դուռը եւ առաջ ենք մղում մերոնց վերադարձի թեման, այդ նույն դուռը բացվում է եւ հակադարձ օգտագործվում է նրանց վերադարձի թեման։ Ես դրա համար եմ ասել, որ Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնել, որովհետեւ դա ճանապարհն է, որով մենք
ամուր եւ անվերադարձ փակում ենք այդ դուռը եւ ես համոզված եմ, որ մենք գնալու ենք այդ ճանապարհով, որովհետեւ հակառակը նշանակում է, որ մենք նորից մտնենք կոնֆլիկտի մեջ եւ մեր պետությունը առնական